Եկեք նայենք համընդհանուր զինաթափման և խաղաղության հասնելու մի շատ հավակնոտ ծրագրի։ Փաստաթուղթը սկսվում է մի պարզ ընտրությամբ, որի առաջ կանգնած է մարդկությունը։ Ուրեմն հիմնական առաջարկը զանգվածային ոչնչացման զենքի պատճառով համաշխարհային արտակարգ դրություն հայտարարելն է։ Իսկ ամսաթիվն էլ պատահական չի ընտրվել, այն խորհրդանշանական է Հնդկաստանի պատմության համար։ Այս ծրագիրը հիմնված է, այսպես ասած, 3D ֆենոմենի վրա։ Եկեք տեսնենք ինչ է դա։ Առաջինը համընդհանուր եղբայրությունն է, որի նպատակն է, որ մարդիկ ամբողջ աշխարհում իրար ավելի մոտ լինեն։ Երկրորդը համընդհանուր զինաթափումն է, այսինքն աշխարհն ամբողջությամբ մաքրել զանգվածային ոչնչացման զենքից։ Եվ երրորդը միացյալ վարպետները, որը ըստ էության կամուրջը մյուս երկուսի միջև։ Լավ, բայց կոնկրետ ինչպես պետք է գործի այս միացյալ վարպետների կառույցը։ Հեղինակները մի հետաքրքիր համեմատություն են անում, ՄԱԿ-ը Շիվան է, իսկ միացյալ վարպետները Շակտին։ Շատ կարևոր է հասկանալ, սա ՄԱԿ-ին փոխարինելու մասին չէ, այլ նրա աշխատանքը լրացնելու։ Այս նոր կառույցն առաջարկվում է ունենալ 9 առանձին մարմիններով։ Ըստ էության յուրաքանչյուր նոր մարմին կարծես հայելային անդրադարձն է ՄԱԿ-ի մարմինների, ավելացնելով հոգևոր բաղադրիչ։ Այս ամենն իրագործելու համար առաջարկվում է մանրամասն 12 քայլանոց ճանապարհային քարտեզ։ Ամեն ինչ սկսվում է արտակարգ գրություն հայտարարելուց, որին կհատկացվի 3 ամիս։ Հաջորդիվ 2026-ի համար նախատեսվում են բարձր մակարդակի հանդիպումներ և մի շարք կրթական ծրագրեր։ Օրակարգում հատուկ նշվում է G3-ի և բոլոր միջուկային տերությունների հետ աշխատանքը։ Իսկ տարվա գլխավոր նպատակն է հասնել ՄՎ-ի ոչ պաշտոնական ճանաչմանը մինչև 2026-ի հոկտեմբեր։ Լավ, բայց այս բոլոր քայլերը դեպի ուր են տանում։ Ո՞րն է վերջնական նպատակը։ Վերջնական նպատակը 2034 թվականին աշխարհն ամբողջությամբ զանգվածային ոչնչացման զենքից ազատ տեսնելն է։ Այս ամենի արդյունքում պետք է սկսվի այսպես կոչված Սանգամ Յուգա համաշխարհային ներդաշնակության նոր դարաշրջան։ Այսպիսով մնում է հասկանալ, արդյոք հոգևոր դիվանագիտությունը իսկապես կարող է վերափոխել համաշխարհային քաղաքականությունը։